Բարի օր Հայաստանի հայկական համայնքին, այսինքն այն փոքրամասնությունը կազմող 15%-ին, ովքեր որ ունեն ինքնասիրություն, հայրենասիրություն, ովքեր պատրաստ են հանուն իրենց երեխաների իսկական նորմալ ապագայի չթուրքանալու։ Ծառացած հերթական խնդիրների մասին կրկին եկել եմ այսպես ասած, ձեզ մատուցելու, աչքներդ կոխելու ավելի ճիշտ, են մասային, որ անտարբերությունություն նախանձից, ասում է, որ սա նրա կռիվն է, նա նրա կռիվն է, անընդհատ գրում է Քոչարյանի ու Նիկոլի կռիվն է, չէ, հայի ու թուրքի կռիվն է, հայի ու թուրքի, սահմանին թուրքը զինվում է, նոր զինատեսակներ է առնում, իսկ մեր երկրի գլխավոր հրամանատարը, այսպես ասած, գլխավոր ապուշը այս երկրի, մեր երկրի, Նիկոլստանի վերածված մեր Հայաստանի, ասում է, որ հայտարարում է Իրանից գոհ, որ ժամանակն է փամփուշտները փոխարինելու փաստաթղթերով, երբ քո թշնամին թուրքն է, այն մտավոր հետամնաց տհաս, փամփուշտները ավելացնում են, որովհետև խաղաղության ամենամեծ գրավականը ուժեղ զինված բանակ ունենալն է ու սահմաններից ոչ մի քայլ հետ չքայլելը, ինչքան մխրճվի թուրքը սահմանից ներս, այնքան դժվար է լինելու Հայաստանը պաշտպանելը։ Հիմա ինչ վերաբերվում է շատ հարցեր եք գրել վաղարշապատի, այսպես ասած, չակետավոր պարտության մասին։ Ասում եք, որ պարտվեց սևակը, պարտվեց սա, պարտվեց նա, թուրքա հպատակ, թուրքա փալաս մի մասա, անուղեղ մասա, որ կրկնում է անվերջ գլխավոր իրենց հետ ապուշի հորջորջանքը, անընդհատ ասում է, տեսակ դուք կրվեցիք, ես իմում, հիմա ձեզ հիասթափեցնեմ, ամբոխ, էդ դուք կրվեցիք ձեր անտարբերությամբ, ձեր նախանձով, ձեր լափասիրությամբ, էդ դուք կրվեցիք, վաղարշապատում ոչ թե սևակ կակտուսն է, ոչ թե արգիշտի կակտուսն է հաղթել սևակին, այլ հաղթել են վաղարշապատի ծախ ու էլեկտրիկները, որ ժամերով անջատել են լույսը այս կամ այն համայնքում ընտրությունների ընթացքում, այդ էլեկտրիկները կարծում եմ լսում են, այո, թուրքին լափով ծախված էլեկտրիկները, ու Մեխակյանի հիշատակը, որտև ես ուշով հետևում էի արգիշտի Քարոզա Արշավին, ոչ մեկը ում մոտիկանում էր այդ չստացված կերպարը հզոր հոր թուրքացած որդին, ոչ մեկը չէր ասում արգիշտի ընտրելու են քեզ կամ քո քպն, որովհետև դուք երկրի համար լավ բաներ եք արել կամ դու այս քաղաքի համար լավ բան ես արել, ասում են մենք քո հորը, լավ ենք իմացել, գիտենք նրա գործերը ու քո կողքին ենք լինելու, այ հենց այդ կերովել, այդ բերած անասնակերովել, էջմիածինցիներին կրկին անգամ հիմարացրեցին, այն մարդու տղայով, որ ասում էր, ես հույս ունեմ, որ թորս կզոհվի Վանում, իսկ ծորս Հայքի վերին սահմանում, ցավակցում եմ Մեխակ ջան քեզ, մի երկու դրվագով մենք ծանոթ ենք եղել, ես քեզ ցավակցում եմ անդրշիրիմում անգամ, որդիդ զոհվեց քո ծննդավայրում, հոգեպես զոհվեց, ծախվեց թուրքին, երևի դու քո են ամենատհաճ երազում նման բան չէիր պատկերացնի։ Հիմա հաջորդ քայլին։ Հիսուսի արձանի շինարարությունը կանգնեցվել է պետական որոշ նկատառումներով, չի էլ բացատրվում փաստաթղթերի մեջ, որ նկատառումներով, ֆինանսը կա, ֆինանսավորողը կա, ցանկություն հայտնողը այդ հզոր գործը առաջ տանելու կա, սակայն պետությունը թույլ չի տալիս, այսինքն թույլ չի տալիս Նիկոլը և Քեմալի պուճուրները,
Այդ թվում նաև կոնյակը ֆրանսիական կարող է միայն լինել այն կոնյակը, որ դեռ Ֆրանսիան ձևավորած չի եղել, Հայաստանում եղել է, հայկական կոնյակը։ Հիմա ստացվում է, որ Մակրոնի քիմքին հաճո չի, Նիկոլի Մակրոնի քիմքին հաճո չի, ու կոնյակը հիմա իրավունք չունի հայկական կոչվելու։ Ամենևին չկասկածելով քո հայրենասիրության վրա, պարոն Ծառուկյան, հիշեցնում եմ, ամենայն հարգանքով, որովհետև մենք անցած ճանապարհ ունենք, ես քո թիմում անցած ճանապարհ ունեմ, ու ես գիտեմ, որ դուք հայրենասեր մարդ եք, ամենայն դեպս այդ հարցում հաստատ չեմ կասկածում։ Հիշեցնում եմ, որ դու ասել ես, ոչ մի քայլ չեմ նահանջելու, եթե նահանջեմ, անբարոյականի տղա եմ։ Ժամանակն է արդեն չնահանջելու։ Չնայած, մեկ քայլ հետը դա դեռ նահանջ չի, հույս ունեմ, երկու քայլ առաջ կգնաս, ինքնասիրության և պատվախնդրության քո հարցում ես չեմ կասկածում։ Հիմա հաջորդը, Դավալու դարձած խեղճիմ Արարատ գյուղ, որ սպարապետ է ծնել, ցավոք սրտի ծնել է նաև Ալամիկ Դավաճան քույլիկ։ Դավալույում հերթական անգամ Արարատ գյուղում Երվանդ Բաբայան անունով ոմն լափակեր է գտել Նիկոլը և այս անգամ պատարագի է գնալու Արարատ գյուղ։ Դավալացուներին, դավալեցիներին, այսպես ասած իրենց անունով կոչս, թույլ մի տվեք, որ ձեր եկեղեցին էլ Նիկոլը Սարգի չուլան, բոլոր այն եկեղեցիները հայկական, որտեղ որ ոտք է դնում թուրք քպն, Քեմալի պայմանագիրը, Քեմալի այդ պայմանագիր կապած Նիկոլը իր տաբրով, այսպես ասած, բոլոր այդ եկեղեցիները այո չուլան են, որովհետև այնտեղ հավաքվում են Հայաստանի ավելորդությունները, իսկ չուլաներում միշտ պահվում են անպետք իրերը, որոնք կարող են պետք լինել ինչ-որ ժամանակ, բայց ընդհանուր մեծամասամբ պետք էլ չեն լինում։ Սամվել Կարապետյանին 2 ամիս երկարաձգել են կրկին կալանքը։ Սամվել Կարապետյանի նման բարեգործին, որը որ մեծ ներդրում ունի Արցախում, փաստորեն մեր երկու մեծ բարեգործները գտնվում են թուրքական բանտերում։ Ռուբեն Վարդանյանը Բաքվի, Սամվել Կարապետյանը Երևանի, Նիկոլստանի, Երևանի բերդում, բանտում։ Մեր ձևով ասելով Կարապետյան Սամվելը հավանաբար նկատի ունեցել հավատքով, տղավարի, պատվով։ Բայց Կարապետյան Նարեկ դու ինչ ես անում, մեր ձևովը սարքել ես ձեր ձևով ու ասում ես մենք կգանք, մենք կանենք, էդ հլը չեք եկել, կարծում եմ եկել եք արդեն։ Իմ Տիգրան պապը մի հատ լավ խոսք ուներ, երբ վերցնում էր կտրտելու անիմաստ աճած թթեն ու ճյուղերը, ասում էր բալաջան, գլխին շատ ձրիակերները թթենին հավաքել, կտրեմ մնավունը, որ նորմալ բերք տա։ Հիմա մեր օպոզիցիոն ուժերը իրանց գլխին չափից շատ ձրիակերներ են հավաքել, ժամանակն է զտելու, մաքրելու, որպեսզի առողջ ուժերով հնարավոր լինի երկիրս կրկին Նիկոլստանից Հայաստան դարձնելու վերածննդի ժամանակն է։ Երբ տերևները աշնանը փտում են, գառնանը նրանք դառնում են հումոս և ծառին ուժ են տալիս ավելի լավ աճելու։ Դրա համար եթե նկատել եք գյուղերում տերևները հավաքում են ծառի բնի շուրջ։ Հիմա մեր անտարբեր մասսայի վերածված ազգը դարձել է փթահիմք, փթել է,
Այսինքն ժամանակն է վերածնման ու ներսից է լինելու մեր փրկությունը, որովհետև ներսից ենք փթել։ Հիմա ուզում եմ վերադառնալ մարգարա ճանապարհը բացելու, ինչ վատ է Թուրքիայի հետ հարաբերություններ, ասում եք կկառուցենք, ես ինչ կանենք։ Որ Թուրքիայի, այն որ ասում է մարգարայի ճանապարհը կբացեմ, եթե Ադրբեջանի հետ կարողանաս լեզու գտնել, հա, այդ Թուրքիայի, այն Թուրքիայի, որ 1.5 միլիոն հայ է կոտորել, իմ պապու ընտանիքը փրթած, իմ սասունցի Տիգրան պապու ընտանիքը փրթած Թուրքի, քնած տեղը սպանած Թուրքի, ես այդ Թուրքի հետ չունեմ ոչ մի տալիք, առնելիք, անելիք, բացի նրան մատաղելուց, այդ նույն ձեր քանդած Ծիծեռնակաբերդում Նիկոլա Խունտա, որ վերականգնում ենք, այդպես էլ չեք վերականգնում։ Ու չեք էլ վերականգնելու, ոսկե պարի խաչը հանել են եկեղեցուց։ Իբր թե վերանորոգում են, բայց առայժմ ոչ մի քայլ շարժ չկա այդ վերանորոգման։ Ընդ որում կես տարի է արդեն վերանորոգում են, խաչը կես տարի է հանած է։ Ալեքսանյան Լվիկը, արա դա ամեն մարդու անուն Սամվել մի դրեք, էլի, հետո ընկնում ենք կրակը։ Ալեքսանյան Լվիկը, հա, այն որ ձեր գլխին զոնտիկ է պահում, այդ Լվիկը։ Իր այդ գեղական որոշ տեղ էլ միամտության հետևանքով ասել է կոմբիկերը բերել ենք, որ ուտեն անասունները և դրանից օղի ենք քաշում։ Հիմա ես ուզում եմ հարց տալ մեր տղամարդկանց խմող մասին, որ մեծամասնություն է կազմում հիմնականում մեր ազգի մեջ, հիմա այս պահի դրությամբ, այս պահի հատվածով։ Ինչ ձեներ եք անելու, որ կենթանու, որ խմեք։ Ճիշտ է, դե որ խմում են, ոչ մի խմած նորմալ մարդ չի լինում։ Կանանց վրա էլ են շատերը ձեռ բարձրացնում, ես գիտեմ ընդհանուր ելնելով հարցուփորձերից, կանանց պաշտպանության հետ գիծնել է թուլացած, բայց ուզում եմ հարցնել, ինչ ձեներ եք անելու, Ալեքսանյան Վահագի ձեները, այսինքն խոզի, ասում եք, ինչ անենք, կոմբիկերը կուտեն խոզերը, մենք էլ կուտենք խոզերին, դուք իրար պտի ուտեք, այ անասուններ, տահաս անասուններ, կպն ասում է, եթե անասունը կարող է ուտել, ինչի չենք կարող ուտել, մենք դուք կարող եք ուտել, որովհետև լինել Քեմալի պայմանագրի անդամ, ավելի անպատվաբեր է, քան լինել որևէ կենթանի, թող կենթանիները ինձ ներող լինեն։ Հիմա ուզում եմ կոչ անել, այստեղից ուղիղ ժամը 15:00-ին Հանրապետություն 58 հասցեում դատախազության շենքի դիմաց գնում ենք պաշտպանելու մեր քաղբանտարկյալներին, գնում ենք պաշտպանելու մեր երկիր պահել չվախեցողներին, գնում ենք պաշտպանելու նրանց, ովքեր մեր Երևանից Երևան սարքած, Հայաստանից Նիկոլստան սարքած, վարձու թուրքական օրենքը իրենց համար դիմակ սարքածները, իրենց լափի դիմաց փակել են շինծու կարած գործերով ու կարծում եմ հավանաբար հաջորդը ես եմ լինելու, սակայն մենթերով ու բերթերով մեզ չես վախեցնելու Նիկոլ, չես վախեցնելու, չենք նահանջելու, մեր հաղթանակը դա մեր ազգի փրկությունն է, քո հաղթանակը միայն քո կաշվի, քո քեմալական պայմանագրի կաշվի ու ձեր լափի փրկություն, այդ դա է մեր ու ձեր տարբերությունը։ Ու կոչս բոլոր օպոզիցիոն ուժերի։ Նորից եմ ասում, տիարք, եկեք վերջապես բռունցքվենք, եկեք մի կողմ դնենք անձնական բոլոր խժդժությունները, անձնական բոլոր շահերը, այս պահի համար երկիր ենք կորցնում։
եկեք սրանց հանենք, որ քֆուր չտամելարա, հերիք եղավ, առանց հայհոյանքի չեմ կարողանում հիշատակել ոչ մեկիդ, այ Քեմալի անասունների գոմ, արա մարդ ինչքան պտի տհաս լնի, որ Քեմալական պայմանագրի անդամ լնի, ինչքան պտի անուղեղ լինի կամ ինչքան շահամոլ, որ լապելու, Հիմա չասեմ կոպիտ ուր գնալու համար, պատրաստ լինի իր երեխեքի կյանքը զոհելու, որ վեղար հագնողը վախ չունենա Աստծուց, ու իր քրոջը, մորը, հա բոլոր են եկեղեցականները, որոնք Նիկոլին տալիս են նշխար, հիշեք, դուք տալիս եք Թուրքին, ձեր մորն ու քրոջը, այ աբիշնիկներ, Մենակ նրա համար, որ ձեզ կանայք չեն սիրում, կտրիչին սիրել են ինչ-որ մեկը սիրել, հիմա պտի դուք երկիր ուրանաք, Իտ ինչ ուղեղ արա ձեր ուղեղը, մեջներդ մի գրամ գոնե ինստինկտ չկա, են անտարբեր մասային եմ ուզում ասել, ժողովուրդ, էդ որ չեք գնում ընտրություններ, ասում եք, մեկ ասա նրա խաղնա, դուրս են եկել Փողոց պայքարի, դա պայքար չի, աթոռա կռիվա, քոնը ինչի կռիվա, քոնը ինչի կռիվա, օրորը հացը թանգանում, օրորի ջուրը մասիվում արդեն 2 օր, 3 օր, ջուրը ժամով են տալիս, էդ հեծն ես պետականացնում, որ նորմալ աշխատում էր, դրա համար էլ հիմա ժամերով լույս չենք ունենում նաև, վիոլա ջուրը ինչի չես պետականացնում, արա? Չնայած հեծի պետականացումը տվեր թուրքերին, թուրքերի հետ ապրել եք համամնացելա բերաններըդ, հա? Հիմա էլ որոշել եք Նիկոլա թուրքերին, տեղտակ, 2 կիլո պամիդորով թուրքական, ձեր մերերին ու աղջիկներին եք դնելու թուրքերի տակնարա, ես ինչ եք անում? Ժամը 3-ին, այսինքն 15:00-ին, բոլորից սպասում եմ դատախազության շենքի դեմը, ու չասեք թե, սա մեր գործը չի, ես իմ գործը չի, սա բոլորիս գործն է, ու չկա ոչ ինչական, չգիտեմ ընդեղ, կա նիկոլական ու կա հայկական, ոչ թե նիկոլական ու քոչարյանական, այլ կա նիկոլական ու կա հայկական, ուրիշ բանական չկա, գոյություն չունի, նիկոլական նշանակում է թուրքական, ու բոլոր նրանք, ովքեր որ ուրիշ մեր առաջնորդներին են ասում թուրքեր և այլն, թուրքերը էդ դուք եք, էդ դուք փորձում եք էդ դիմակի տակ, փորձում եք ինքները ձեր նիկոլիզմը քողարկել, չի ստացվում, ականջներդ երևում է, թուրք է Նիկոլը, թուրք է Քեմալական պայմանագրի, նրան ծառայող, նաև նրան ծառայող նրա արբանյակների ցանկացած կենթանի, երկոտանի, ու ժամանակն է արդեն անտարբերությանը վերջ տալու, ժողովուրդ փրթվում ես, ուշքի արի, Նիկոլը պտի դատվի ու հայկական դատով դատվի, տղավարի, մերձև, ձերձև, ես ինչ են ինչ, տենց բաներ չկա, կա տղավարի դատաստանով, ոնց որ պետքն է, ոնց որ թուրքի դեմ են պայքարում, ոնց որ թուրքի դեմ են կռիվ տվել, այդ ձևի է պետք Նիկոլի դեմ, Քեմալական պայմանագրի Քեմալի պուճուրներին հայկական ձևով է պետք պատասխան տալ, բոլորից սպասում եմ դատախազության շենքի դեմը, հենց հիմա ես իջնում եմ ու բոլորից սպասում եմ